Ադրբեջանի դեսպանը Հայաստանում շարունակում է կետ առ կետ կատարել բոլոր Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունները։ Կետ առ կետ, ինչ որ ասում են, անում է։ Ասում են Ղարաբաղը հանձնի, հանձնում է, ասում են Թավուշը հանձնի, հանձնում է, ասում են Էլիշխանասարը չասեմ, Սևլիչը չասեմ, ասում են Մեղրին հանձնի, անունը դիր թրիփ, մենք կասենք Զանգեզուրի միջանցք։ Մեղրին էլ է հանձնում, ասում է ցեղասպանությունից չխոսած ցեղասպանությունից։ Չի խոսում, ասում է հարցակվի եկեղեցուդ վրա, հարցակվում է, ասում է հիմա էլ բանը, իրան դուր չեկավ, որ ցեղասպանության թանգարանի տնօրենը գիրք նվիրեց Վենսին, որովհետև մենք բոլորս պատրաստ չենք իրպես մոռանալ մեր պատմությունը, մեր ինքնությունը, իր համար դա կապ չունի, մենակ թե նա մնա իշխանության եւ շարունակի գրփել։ Դրա համար պարզվում է, որ մեր ցեղասպանության ուրեմն թանգարանի տնօրենը ազատվում է գործից, չնայած նա ոչ մի իրավունք չունի այդպիսի բան անելու, որովհետև գիրք է նվիրում Արցախի մասին։ Իմ շատ սիրելի գործընկեր Էդգար Ղազարյանը շատ մանրամասն ձևով ինձ հիշեցրեց 2 օր առաջ։ Այս նույն էակը, այս նույն անձը Ղարաբաղցիներին դե սկզբից ասում էր բանեք Հայաստանի գևերջ, հետո ասում էր մենք մի լուծում կգտնենք, որը կբավարարի եւ Ղարաբաղի ժողովրդին, եւ Ադրբեջանի ժողովրդին, եւ Հայաստանի ժողովրդին։ Հետո ասում էր, որ ձեզ որևէ վտանգ չի սպառնում, դուք անվտանգության մեջ եք։ Հետո ասում էր դուք մի քիչ նշաճողը իջացրեք։ Հետո ասում էր մենք կապահովենք, որ նրանք անվտանգ կապրեն Արցախում։ Իսկ հիմա տեսեք ուր է հասել։ Ինքը Եվրոպայում ինքն է ասում, որ ղարաբաղցիները չեն կարողանալու վերադառնալ իրենց տուն, եւ սա իմ որոշումն է, սա վերջնական որոշումն է։ Այդ նույն մարդը, որ իրանց ասում էր դուք Հայաստանի մաս եք եւ վերջ, դուք անվտանգ պետք է ապրեք, ձեր նշաձողը պետք է իջացնեք, հիմա այդ նույն մարդը ասում է դուք չկաք, դուք այնտեղ չեք ապրելու։ Եվ մեր աղանդի անդամներին ուղղակի ուզում եմ հասկացնել, դե եւ ուրիշներին էլ, նրանք փոքրամասնություն են Փառք Աստծո։ Այն մարդը, որը խաբեց ղարաբաղցիներին, խաբեց մեղրիցներին ու խաբեց սյունիքներին եւ խաբեց թավուշցիներին, վաղը ձեզ է խաբելու։ Այն մարդը, որը ջնջեց Ղարաբաղը եւ Ղարաբաղի հիշողությունը եւ ասում է չհիշեք Ղարաբաղը, այդ նույն մարդը ջնջելու է ձեր հիշողությունը։ Այն նույն մարդը, որը հանձնեց Ղարաբաղը, Թավուշը, Մեղրին, հետո էլ կհանձնի Սևանը, որտեղ Ալիևը հիմա Սևան է պահանջում։ Եվ մի քանի ամիս կանցնի, ոչ մի կասկած չկա, եթե սա ընտրվի, Ալիևի հաջորդ պահանջն էլ կբավարարի։ 300,000 ադրբեջանցի, դրանից էլ շատ կգան Հայաստան եւ կապրեն Սյունիքում։ Նույն ձևով, ոնց որ նա խաբեց եւ մոռացավ եւ ջնջեց ղարաբաղցիներին, նույն ձևով նա խաբեց սյունիքցիներին,